Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Կան 200-ից ավել անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցներ, որոնց ճակատագիրը անհայտ է եւ պետությունը այս ուղղությամբ որևէ գործուն քայլեր չի ձեռնարկում։ Բաքվում ռազմաքաղաքական ղեկավարության եւ պատանդառնված անձանց իրավունքները մասսայական խախտվում են եւ այդ անազատության մեղմ ասած գերի վարված են այդ մարդիկ այնտեղ պատանդված են եւ որևէ մի առաջընթաց չկա այդ հարցում եւ փոխանակ ջանքեր գործադրեն այդ մարդկանց այնտեղից բերելու հարցով զբաղված են բենզին բերելու հարցով։ Բենզին կբերենք, կարող է ես էլ ենթադրություններ ունենամ, որ վաղը միսօր կարող ասեն դե բենզինը եկել է, հիմա սոկարի բենզալցակայաններ ստեղ բացենք։ Սա խայտարակություն է։ Այսինքն ծորեն եկել է, հացի գինը էժանացել է, ոչ չի էժանացել։ Բենզինը եկել է, ինչա բենզին էժանանալու, իհարկե չի էժանանալու։ Ինչ են մեզ կոպիտ ասած sense դեմ տալիս, ասում են դե չեք ուզում որ էժան բենզին լինի, փորձելով այն հատվածի վրա ազդել, որոնց համար շատ ավելի կարևոր է տնտեսական բաղադրիչը։ Բայց այդտեղ պետք է հասկանանք, թե խորքում ինչ կա թաքնված։ Անընդհատ մեր ուղեղների վրա փորձում են ազդել, որ Ադրբեջանը փորձում է օգնել, որպեսզի Հայաստանը, այսպես ասած, այս շրջափակումից դուրս գա։ Սա այն խնդիրը չի, որ մենք սենց ասած անելանելի վիճակի մեջ ենք, եւ մենք ուզենք, չուզենք, մեզ համար սա կենաց մահու հարց է, որ մենք այդ բենզինը չստանանք, ուրեմն Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կոլապսի։